Ծրագրի գլխավոր հովանավոր Lions Partners Insurance Agency։ Երբեք մի ամուսնացիր այն կնոջ հետ, ում հետ կարելի է ապրել։ Ամուսնացիր այն կնոջ հետ, առանց ում անհնար է ապրել։ Ողջույն, այսօր կրկին խոսելու ենք սիրո մասին։ Մեր տաղավարում են երգիչ Արմենչիկը եւ նրա կինը Լուսինե Մանուկյանը։ Այսօրվա մեր հերոսներն իհարկե այլևս չեն կարող պատկերացնել կյանքն առանց իրար։ Շուրջ 7 տարվա նրանց ընտանեկան ջերմ ու սիրառատ հարաբերություններն ապացույցն են, որ այս միությունը հաջողված է։ Նրանք ծանոթացան, երբ Արմենը համերգային ծրագրով մեկնել էր Մոսկվա։ Այնտեղ Լուսինեն ընդգրկված էր համերգի կազմակերպչական խմբում։ Նրա համակրելի արտաքինն նկատ չմնաց։ Իսկ հետո արդեն խաղաղ բնավորությունն ու բազմաթիվ այլ դրական գծեր Արմենին ստիպեցին կատարել կյանքի կարևորագույն որոշումը՝ ամուսնանալ Լուսինեի հետ։ Բարի, հոգատար ու միմյանց լրացնող այս զույգը մեկ որդի ունի, ում մեծացնում եւ դաստիարակում է որպես քրիստոնյա, կարեկցող եւ օգնող։ Եվ այսպես այսօր իմ հյուրերն են Արմենչիկը եւ Լուսինեն, որոնց մեծ սիրով ողջունում եմ։ Բարի երեկո։ Ինչքան հաճելի է ձեզ տեսնել միասին որպես հյուրեր ծրագրի։ Առաջին անգամ, չէ՞, փաստորեն։ Առաջին անգամ մենք հյուր ենք նախ բան Արմենիայում եւ դե քո հյուրը չեմ կարող ասեմ առաջին անգամ, բայց առաջին անգամ մենք միասին ինտերվյու ենք տալու, այսինքն որպես ընտանիք, որպես զույգ արդեն։ Այո։ Շատ հարցեր կան, որ հետաքրքրում են ինձ կապված ձեր զույգի հետ, որովհետև կարծում եմ շատ առիթներ չի եղել ուսումնասիրելու ձեր միությունը, շատ չեք երևում, հարցազրույցներ չեք տալիս, բայց սկսենք ամենասկզբից։ Ուրեմն առիթը հանդիպման եղավ գործնական բնույթի հանդիպում, այսինքն համերգի կապակցությամբ հանդիպեցիք եւ ինչ որ մի բան կատարվեց, որը հետագայում վերածվեց շատ լուրջ որոշման։ Ուզում եմ յուրաքանչյուրիցդ լսեմ, թե ինչն էր այն կայծը, այն սկիզբը, որը ստիպեց մտածել, որ սա լուրջ հարաբերության սկիզբ է։ Դե 7 տարի առաջ, երբ որ ես գնացի Մոսկվա, մեր շատ սիրելի Արամ Ասատրյանի համար հուշ երեկո են կազմակերպել, այնտեղ backstage-ում, այսինքն հետևում, տեսա Լուսինեին, դե սկզբից բնականաբար տեսքը գրավեց, բայց հետո որ մի քիչ շփվեցի հետո հասկացա, որ շատ լուրջ ազնվորություն է եւ ավելի խորացավ այդ ամեն ինչը մեր մեջ։ Առաջին բանը, որ աչքը ցակել է, արտաքինն է։ Իհարկե, դու պատկերացում ունեցել ես կնոջ արտաքինի, որ ես մոտարպես մտածել եմ իմ կինը ինչպես պետք է լինի եւ իրան որ տեսա, ասի հենց ինքնա որ կա։ Առաջի վարքյանից Դե ինչ որ մի բան տենց ենթագիտակցության մեջ ինչ որ մի Կայց արդեն որ զրուցեցինք, խոսացինք, իրար հետ շփվեցինք, արդեն հասկացա, որ չէ։ Ու արդեն ես այդտեղից սիրեցի մարդ տեսակը եւ արդեն սերը արդեն ավելի շատ արագ զարգացավ։ Շատ արագ, շատ։ Ընդամենը 1 տարի այդ process-ը 1 տարի է մեր մոտ եղել, հանդիպել եւ նշանվել ամուսնանալ։ Ինչպես եք հասցրել 1 տարում ճանաչել իրար եւ կայացնել նման լրջության որոշում։ Ես էլ չէի պատկերացնի, որ իմ կյանքում այդքան արագ կտևի այդ կյանքի ամենակարևոր հարցը, որովհետև դժվար է ամուսնությունը պատասխանատու։ Այո, շատ պատասխանատու է։ Գիտեք, երևի երբ որ զգում ես, որ սա քո կեսն է, արդեն չես մտածում։ Եվ ինքն էլ 2 ամիս հետո մատանին բերեց ու արդեն ցենց որ չես հասկանում ինչ է կատարվում։ Լուսինե ջան, երբ առաջին անգամ տեսար backstage-ում, այսինքն կուլիսների հետևում, դե պարզ է գիտես Արմենչիկը ով է, չէ, երևի երկրպագու ես եղել, թե չէ, քեզ համար ավելի անտարբեր էիր։ Գիտեք, միշտ էս հարցը, որ ուրիշ աստղերի կանանց են հարցրել, ինտերվյուները կարդացել եմ, ասում եմ գրում են, ես իրա երկրպագուն չեմ եղել, իրան չեմ ճանաչել, ասում եմ, դե ձևերը թափում ոնց կարան, բան, բայց նույն դեպքը պատահեց ինձ հետ, իհարկե ես իրան ճանաչում էի, բայց որ ասեմ շատ սիրող երկրպագու եմ եղել, ոչ, իմացել եմ Արմենչիկն է, հիմա ոչ ճիշտն եմ ասում, բայց հետո որ ծանոթացանք, հետաքրքիրը նա էր, որ ասում էի, այս երգն էլ ես դու երգել, այս երգ, փաստորեն ես իրան լսել եմ, բայց չեմ խորացել ով է երգել,
որ երգիչն է, բայց միշտ լսել ենք։ Նախորոք այդպես սիրահարվածության զգացում չի եղել, բայց տեսել ես եւ նկատել եմ եղել, իհարկե։ Այդ ժամանակ ջանս երգն էր շատ պոպուլյար, այ որ ջանս երգը շատ է լսում, բայց որ ասեմ այտենց տարիներով իր երկրպագուն եմ եղել։ Երբ արագ ակտիվ Արմենը սկսեց շփվել քեզ հետ, որ հատկությունը քեզ հատկապես դուր եկա, որ երբեմն մենք տեսնում ենք մարդու ծանոթանում ենք մի երկու խոսք փոխանակում ենք եւ մեր մտքի մեջ բնութագրում ենք, ասում ենք այսպիսի մարդ էր կամ այսպիսի հետաքրքիր հատկություն ուներ, չէ՞, 1-2 բառով ինչ աչքի ընկավ միանգամից։ Գիտեք, ամենաառաջինը, որ մի քիչ արվեստագետներից սկզբից վախենում ես, որովհետև մտածում ես ակտիվ կյանք ունեն, մի քիչ ուրիշ ձև են ապրում, ընտանիքի մարդ չեն, ոնց որ սենց արտահայտվեմ, բայց հենց այդ այն շատ զարմացրեց, որ ինչքան է ինքը թեկուզ իր ծնողներին սիրում, իր ընտանիքին, իր ընկերներին, եւ միշտ շփվելուց ասում էր, որ ընտանիքը ինձ համար շատ կարեւոր է, դա ինձ շատ գրավեց, լինել արվեստագետ եւ այդքան պաշտել քո ծնողներին, քո ընտանիքին, դա շատ մեծ նշանակություն ունի։ Դա այն ակնառու հատկանիշներից էր, որ միանգամից դու նկատեցիր եւ քեզ գրավեց։ Այո։ Ինչ ռոմանտիկ դրսևորումներ է ունեցել Արմենը, որ քեզ որպես կին դուր է եկել։ Դե բարձա ծաղիկներ, շատ գեղեցիկ խոսքեր, երգեր, այո, իհարկե, հատուկ Լուսինեի անգլերեն երգը, որ կա Visions, որը չգիտեմ լսել եք, այդ երգը Լուսինեին անվիրված։ Դա նվիրեց հարսանիքի կապակցությամբ, բայց ես կուզեմ մի բան ավելացնել, որը իմ հիշողության մեջ շատ սենց մնացել է։ Այդ ժամանակ ինքը նկարում էր 2 կլիպ, Չարմարտիկը եւ Նայում եմ։ Եվ եկավ Մոսկվա, բերեց այդ 2 կլիպը, դրեց, դե այնտեղ աղջիկներ կային, ձեռքը սենց վերցրեց նայելու ժամանակ, որովհետև Չարմարտիկի ժամանակ ինքը սենց հավեսով մի հատ աղջիկ է գրկում, ձեռքը սենց վերցրեց, հիմա այդ պահին, դե նոր էինք, ոնց որ նոր խոսքապ էր եղել, սենց ձեռքս այդ պահին սխմում է, բայց նա է հետաքրքիր, որ ես շատ հանգիստ դա ընդունեցի, որովհետև գիտես, որ դա ոնց որ մի պատմություն է, որը որ կեղծ է։ Կեղծ է, եթերային է, կլիպ է, ոնց որ։ Ինձ հետաքրքրում է այդ առումով ձեր հարցերը ինչպես եք լուծում, որովհետև ակնհայտ է, որ Արմենչիկը ուշադրության կենտրոնում է, շրջապատված է երբեմն տարբեր մարդկանցով, նաև երկրպագուհիներ կան, բազմաթիվ ինձ շատ հետաքրքիր է ինչպես եք այդ հարաբերություն շտկում, բայց այդ մասին կխոսենք գովազդային ընդմիջումից հետո, եթե դեմ չեք։ Շարունակեք դիտել մեր հաղորդումը, մենք վերադառնանք քիչ անց։ Այսօր իմ հյուրերն են Լուսինեն, շատ գեղեցիկ, եւ Հայաստանի վաստակավոր արտիստ Արմենչիկը։ Գեղեցիկ զույգ, գեղեցիկ ընտանիք, ես ուզում եմ հյուրասիրել դեղցի հյութ, ներմուծվում է Ամեքսիմ ընկերության կողմից, Թամարա ընկերության արտադրանքն է Հայաստանից, եւ հենց խմում ես, զգում ես, որ համն ու հոտը շնորհակալություն։ Ուրիշ է։ Հայաստանի համն ու հոտը կա։ Չէ, դերի ուրիշ համ է։ Արմենչիկը հայտնի, շատ հայտնի, կարելի ասել հայկական երաժշտական ասպարեզում ամենահայտնի երգիչն է այսօր եւ դա բոլորս գիտենք։ Ինչքանով է դա անդրադառնում ձեր անձնական հարաբերությունների վրա, որովհետեւ հայտնի երգիչ լինել նշանակում է լինել խոսակցությունների անընդհատ տարբեր խոսակցությունների մեջ, լինել էկրաններին, լինել շրջապատված նաեւ շրջագայություններ, բացակայություններ, ծանրաբեռնված աշխատանք, ոչ նորմավորված, ինչպես է դա անդրադառնում։ Խոսակցությունները անպակաս են, եթե ճանաչված ես, քո շուրջը միշտ խոսակցություններ կա, եւ ժամանակին շատ է այդ շատ լուրջ էին, ոչ թե լուրջ էին ընդունում, ավելի շատ էին նեղ սրբվում, որը տարիներ առաջ ազդվում է ամեն մի փոքր խոսակցությունից, բայց տարիները անցան եւ ես էլ հասկացա, որ մի մարդու չեն կարա բոլորը սիրեն կամ չսիրեն, ամեն մարդ ունի իր կարծիքը, ամեն մարդ ունի իր տեսակետը եւ պարտավոր չեն բոլորը Արմենչիկին սիրեն, բայց ես ուրախ եմ, որ մեր ազգի մեջ մեծամասնությունը սիրում են եւ ես էլ իրանց եմ սիրում եւ այդ սերը ես ստանալով եմ իմ գործը շարունակում։ Այդ խոսակցությունները ամեն ինչ էլ բնական է եւ նորմալ է։ Մենք ես ասեմ անկեղծ ասած մենք որ ամուսնանում ենք Լուսինեին ասեցի Լուսինե ջան գիտես մեր կյանքը բարդ է լինելու այդքան հեշտ չի ասի կարողա
շատ դժվար պահել լինի, շատ մարդիկ փորձեն խառնել այս ամեն ինչը, որովհետև հատկապես ինձ համար ամուսնությունը շատ կարևոր է, որովհետև ես տարիներով ստեղծել եմ իմ ասած այս կյանքը, իմ երաժշտական կյանքը եւ կարող է եւ սխալ մարդու հետ ամուսնանալ եւ ամեն ինչը շատ ուրիշ ձև լիներ։ Դրա համար ես շնորհակալ եմ Լուսինեից, որ ինձ հավատաց եւ իմ կողքին է եւ ինչը մեր կյանքի վերջը մենք իրար կսիրենք եւ իրար կողք կլինենք, բայց ես իրան ասեցի, որ ամեն ինչ այդքան հեշտ չի լինելու, խոսակցություններ տարբեր, քեզ կգան ուրիշ բան կասեն, ինձ ուրիշ բան կասեն։ Եղավ այդպես Լուսինե ջան, ինչպես զգուշացնում էր։ Եղավ, չէ։ Ինչպես ես դա կարողանում հաղթահարել, տանել։ Արմենը ճիշտ նկատեց, որ ինքը առաջի օրվանից ինձ պատրաստել է, բայց մեկ-մեկ ես ինքս իմ վրա զարմանում եմ, որովհետև գիտեք, խանդը սկզբից կար, բայց նաև ես շնորհակալ եմ նրանից, որ Արմենը ինքը ինձ չի թողել ոչ մի առիթ, որ ես այդ խանդը խորանա, ավելի վատ ձևով անդրադառնա մեր ընտանիքի մեջ, հակառակը։ Հիմա ոչ թե խանդ չունեմ, պարզա որ սիրում ես, թեկուզ ինչ-որ մի չափով խանդում ես, բայց ես այնքան եմ իրան վստահում, որ ես գիտեմ դա հնարավոր չի, որ ինչ-որ սխալ քայլեր լինի։ Ընդհանրապես մենք այդ ձև ենք ապրում, երևի մեր ընտանեկան գաղտնիքը դա է, որ մենք իրար շատ ենք վստահում։ Ես Աստծո շնորհակալ եմ։ Կարևորը որ մեր մեջ սերը չի պակասում, եւ մենք իրար սիրում ենք, ոնց որ Լուսինեն ասաց, մենք վստահում ենք իրար եւ արդեն մեր մոտ արդեն այդ ամեն ինչը ձևավորվել է եւ Լուսինեն հասկանում է, որ դա իմ կյանքն է առաջ երթին, այդ երգը, երաժշտությունը, դա իմ կյանքն է եւ այդ ամեն ինչը իմ եթե դա չլինի, ես չեմ լինի, կոպիտ եմ ասում մի քիչ եւ մենք ոչ մի բան չի լինի մեր կյանքում։ Միայն կավելացնեմ, որ ոնց որ ես ոնց է եթե ծտի թևերը կոտրես ինքը չի թրջի, չէ։ Նույնն էլ ես հասկացա, որ Արմենի համար երգելը ոչ թե դա իրոք չգիտեմ, գումար վաստակելն է կամ իր կարիը, դա իր կյանքն է։ Ինքը չի կարող ուրիշ ձև ապրի, ուրիշ գործ անի։ Այո, որովհետև ապրելով իր հետ ես իրոք հասկացա, թե ինչ ձևի մարդը տրված է դրա մեջ։ Դա իր կյանքն է։ Եթե մի օր ինքը չերքի, ինքը չի ապրի։ Դրա համար չի լինի։ Աստված էլ երևի ինձ այդ ուժը տվեց, որ ես հանգիստ ընդունեմ, որովհետև հիմա շատ հանգիստ եմ։ Նամանավանդ եթե ինքը գնում ամենք իր հետ չեն գնում, ինքը միշտ ուշադիր է իր զանգերով, ամեն ինչով, ոնց որ փորձում է լրացնել։ Ինձ կարոտը չի խանգարում, նույնիսկ երևի միգուցե մի փոքր օգնում։ Փառք Աստծո, Skype կա, Viber-ը կա։ Չես թողում որ կարոտեն։ Չէ, Արմենչիկը նույնն է տանը եւ դրսի աշխարհում, բեմում եւ այլն։ Ճիշտն ասեմ։ Ճիշտն ասա։ Չէ, կատակ եմ անում։ Գիտեք, տարբերություն չեմ գտնում։ Ինքը ոնց որ օրինակ շատ անգլերեն բառ եմ ուզում օգտագործեմ, որ ասում են humble, համեստ, սկրոմնի, չէ, տարբեր լեզուներով։ Իրոք ինքը տանն էլ այդպես, դուրսն էլ այդպես։ Լավ մարդ է, բարի է։ Ես կարծում եմ չգիտեմ, ես իմ մասին չխոսեմ, բայց իմ հաջողությունը հենց դրա մեջ է, որ ես տունն էլ եմ նույնը, դուրսն էլ, իմ հանդիսատեսի հետ էլ նույնն է, այսինքն ես ապրում եմ ոնց որ ես կամ, ոնց որ ես մտածում եմ, ոնց որ ինձ համար նույնն է ամեն ինչ։ Դա կոչվում է անմիջականություն։ Անմիջականություն, երևի։ Սիրում են դրա համար, շատ ճիշտ նկատեցիր։ Դա առաջին հատկությունն է, որ նկատվում է եւ որը գնահատվում է։ Շատ լավ հատկություն է ինձ թվում է։ Անմիջականություն, պարզություն եւ համեստություն։ Պարզություն։ Բայց գործի մեջ լինում են թեժ պահեր, լարված պահեր։ Օրինակ վերջերս դու հսկայական համերգ տվեցիր եւ երբեմն մարդու նյարդերը լարվում են, երբ հատկապես ուզում ես որ հազարումի հարց պետք է հսկես, ուզում ես ամեն ինչ շատ լավ լինի, այդ լարվածության պահերը ինչպես են դրսևորվում տանը կամ ընդհանրապես քեզ մոտ եւ ինչպես է կարողանում դա էլ հաղթահարել։ Նախ ուզում եմ առիթ օգտագործեմ շնորհակալություն հայտնեմ բոլորին եւ հանդիսատեսին, որ բոլորը այնտեղ էին հոկտեմբերի 9-ին շատ իրականից շքեղ լավ անցավ ամեն ինչ։ Ես չգիտեմ, այնքան ուրախ եմ եւ զգացված եմ այդ օրը եւ հուզված եմ, որովհետեւ Microsoft-ն էլ մի հատ բան տվեց իրենց կողմից, որ 3 անգամ ես այդտեղ sold out եմ արել։ Այնպես որ ինձ համար
շատ հետաքրքիր, շատ տրամադրությունը բարձր էր բոլորի։ Ինչ ասեմ, Լուսինեն գիտի արդեն, ասենք ինքը այդ օրերին ինքը արդեն բանը կարելի է ասենց մի հատ հարց տալ, արդեն տենց է խոսում, որովհետև ինքը գիտի տրամադրությունս գիտի, որովհետև ինքը գիտի ես արդեն իմ ուղեղս արդեն ուրիշ բաների մեջ է եւ շատ լուրջ եմ, ասինքն շատ զգուշ եմ մոտենում, բայց եթե ես ուզում եմ մենակ դնեմ, ես ուղղակի առանձնանում եմ ինչ-որ մի սենյակում, սիրում եմ Մայքլի սենյակում պարկեմ, իր հետ տեղաշորի մեջ, չգիտեմ ինչի, այդտեղ հանգիստ եմ ինձ զգում։ Հանգստանում ես։ Ես չէ, այդ առումով դե լարվածությունը ընդհարումներ։ Դե կարող է պահի տակ, դե լավ հիմա ժամանակը չի, sense բաներ կարող է լինի, գիտե, թե բայց այտենց չէ, որտեվ ինքը արդեն գիտի, որ բան եւ շատ դաժե երեխային, ասենք Մայքլին կարող է չթողի, ասի, ինքը զբաղացնի կամ ասենք մամաս, պապաս գան տանեն իրանց տուն, բան, որ ասենք ինձ թողեն հանգիստ, այսինքն ամեն ինչ իմ ծնողները, Լուսինեն, իմ ընտանիքս ամեն ինչ անում է, որ ես ինձ լավ զգամ եւ դրա համար ես ինչքան բախտավոր ես, չէ՞ Արմեն ջան։ Ես երևի ամենաբախտավոր մարդկանցից մեկն եմ, Աստված ինձ շատ է սիրել։ Ինձ մենակ ձայն չի տվել, ասենք այդ տաղանդը չի տվել, ինձ լավ ընտանիք է տվել, լավ ծնողներ, լավ կին, փառք Աստծո, լավ Մայքլս, լավ բալիկա երևում։ Եկեք Մայքլի մասին խոսենք փոքրիկ ընդմիջումից հետո, որովհետև դա մի հսկայական իրադարձություն է ընտանիքում, որ լինում է, որ ամբողջությամբ փոխում է բոլոր առումներով եւ իմաստավորում է ամեն մի ընտանիքի գոյություն։ Ինչքան էլ խոսես իր մասին, ժամանակը չի հերիք։ Կշարունակենք խոսել եւ երրորդ հատվածում խոսենք Մայքլի մասին, ձեր առաջնեկի մասին եւ նաեւ փոքրիկ հետաքրքիր նորություն կհայտնենք ձեզ։ Մինչ կշարունակեմ զրուցել հյուրերիս հետ, շնորհակալություն եմ ուզում հայտնել Շատո դե Լուս գեղեցկության սրահի մասնագետներին, վարսահարդարման համար այսօր Գայանեին Արտեմյան եւ դիմահարդարման համար Սյուզաննային։ Հեռախոսահամարը ձեր էկրաններին է, կարող եք զանգարել, օգտվել սալոնի ծառայություններից։ Լուսինեն եւ Արմենչիկն են այսօր մեր հյուրերը եւ 7 տարի առաջ ձեր ծանոթությունը կայացավ, 6 տարի արդեն ամուսնացած եք, ունեք 1 զավակ, առայժմ 1 զավակ, որի անունն է Մայքլ։ Ինչ փոխեց ձեր հարաբերություններում ձեր առաջնեկի ծնունդը։ Ինչ կատարվեց ձեր ընտանիքում։ Ինչ կատարվեց, չգիտեմ։ Նախ առաջ երթին շատ լավ բան կատարվեց, որ Մայքլը ծնվեց։ Չգիտեմ, ավելի կյանքի իմաստուն դարձավ, մեր կյանքը ավելի իմաստուն դարձավ, դե որ ամուսնացած ես, երիտասարդ ես, ոչ ժամ կա, ոչ պատարակ, ոնց ուզում ես, ինչ ուզում ես, ոնց երբ ուզում ես, մենք էլ կարող ենք ինքնաթիռի տոմս առնենք, թռնենք եսի մուր գնանք գայինք, ազատ ենք, բայց հիմա չէ, արդեն ավելի, բայց իմաստուն դարձավ մեր կյանքը, որ Մայքլը ծնվեց, չգիտեմ, մեր սերը ավելի ամուրացավ կարամ ասեմ, որովհետև արդեն մենք միասին մեր մասին չենք մտածում, արդեն Մայքլի մասին, երեխայի մասին ենք մտածում, չգիտեմ, կյանքներս փոխվեց, ավելի լավ է ասեմ, որովհետև չգիտեմ, ինչպես ես ուզում դաստիարակես որդուդ Արմեն ջան, ամենակարևոր բաները, որ ուզում ես իրեն սովորեցնես 4 տարեկան ամենակարևոր բանը ես Մայքլի մեջ ուզում եմ սերմանեմ հավատքը, որը որ դա եկել է իմ պապիկից իմ մեջ, որ հավատքով լինի ինքը, շատ կարևոր է ինձ համար, որովհետև եւ թե մարդ հավատքով է լինում եւ դա շատ կարևոր է մարդու համար։ Եվ նշի, որ ինքը ամեն գիշեր քնելուց առաջ հայր մերը պետք է ասի, ձեռներս sense պետք է անի, հայր մերը ասում։ Եվ այնց հետաքրքիր է, ինքը մինչև չնստի, այդ աղոթքը չի, բարկած չի ասում։ Մակապարտեզում էլ իրանց սովորացնում են դա։ Չգիտեմ, ամենակարևորը ինձ համար հավատն է եւ բարությունը, որ բարի մարդ մեծանա, բարի լինի, որովհետեւ դա միակ բանն է, որ այս աշխարհում հաղթում է ամեն ինչին։ Ապրես։ Ինչքան էլ որ չարախոսություն անեն, չար լինեն, վատ լինեն, մեկ է, եթե դու համեստ ես, բարի ես, Աստված դա տենում է եւ ամեն մեկին իր սրտով տալիս է։ Շատ իմաստուն ճիշտ բաներ ասեցի։ Կարևոր բանը կուզենամ, որ իր մեջ լինի։ Իսկ դու Լուսինե ջան, որպես մայր հայեցի, կուզեմ իրան դաստիարակեմ որպես արժանի զավակ, թեկուզ ոչ թե միայն իր ընտանիքին, իր հայրենիքին, որովհետև
ինքը այնքան սեր ունի, այնց ասում Հայաստան, ինքը բուջուր է եղել, երբ որ մենք իրան տարել ենք, բայց հիշում է։ Մենք իրան դեղ ենք մկրտել, իրականունքը Հայաստանում ենք արել։ Իսկ երգում է, արդեն նկատվում են ինչ որ շատ վաղուց է նկատվում, ինքը դեռ չէր խոսում, արդեն երգում էր։ Եվ մի անգամ Արմենը նշեց, դե ես ավարտել եմ երաժշտական դպրոց, բայց այդ ձևի խորացած մասնագետ չեմ, ոնց որ Արմենը, ասում է ինքը երգում է բաս գիտարի ակորդները, որը շատ դժվար է։ Հարմոնիան երգի, ասենք այնքան երաժշտության մեջ այնց գիծ է սկսում նոտա երգել, որ զարմանալի է, որ ասենք երեխան էդի է լսել, շատ հետաքրքիր մտածողություն է։ Լավ, մենք կարող ենք անակնկալը բացահայտել եւ բազմահազար քո ամեն ինչ անակնկալ դառնալ, էքսկլուզիվ անգամ ամեն ինչ եւ քո բազմահազար երկրպագուներին հայտնենք, որ Լուսինեն եւ Արմենը սպասում են երկրորդին։ Ուրա! Ինչ լավ է, շնորհավորում եմ աչքներդ լույս։ Եվ դեռ բարի ազատում։ Շատ շնորհակալ եմ։ Ես էլ սպասում եմ երրորդին։ Թող Աստված տա, որ մեր ազգը պետքա շատանա։ Ներդաշնակ, գեղեցիկ, ինչպիսին որ կա, սիրով լի ընտանիք լինեք, միշտ հաջողությունը ուղեկցի ձեզ եւ միշտ ժպտակ, այսպես ինչպես որ այսօր ժպտում եք եւ ձեզնից լույս եւ սերեր տարածվում դեպի մեզ։ Շնորհակալություն ձեզանից, ձեզ ցանկանում եմ ձեր հաղորդմանը անխափան եթեր, ամենալավը, դու միշտ գեղեցիկ եւ շատ պրոֆեսիոնալ, ձեզ շնորհավորում եմ։ Շատ շնորհակալ եմ, միշտ սպասելու եմ ձեզ այստեղ։ Հրավիրեցիք, այո, շատ հաճելի է։ Ես վստահ եմ դեռ շնորհակալ եմ Լուսինե ջան։ Եվ շատ գեղեցիկ ստուդիա ունեք։ Շնորհակալ եմ։ Մենք դեռ կհանդիպենք Արմեն ջան, խոսենք նաև քո գործնական աշխատանքների կյանքի մասին, որովհետև դա մի թեմա էր, որը մենք այսօր չշոշափեցինք, բայց այսօր մենք խոսում ենք սիրո մասին այս օրերին։ Շնորհակալություն նորից։ Շատ շնորհակալ եմ։ Մերսի։ Սիրո բոլոր պատմությունները տարբեր են եւ անկրկնելի։ Այսօր լսեցինք Արմենչիկի եւ Լուսինեի սիրո պատմությունը։ Ասում են, կյանքը ընտրություն չէ, այլ հնարավորություն։ Ուրեմն յուրաքանչյուրս օգտագործենք մեզ տրված հնարավորությունը հաջողակ, սիրված եւ երջանիկ լինելու համար։ Սպասենք հաջորդ սիրո պատմությանը։ Ցտեսություն։